Սիրելի բաժանորդներ, բարելույս բոլորիդ։ Ուրեմն երեք պատրաստել եմ կաղամբով կոտլետներ, որը շատ համով ստացվավ, շատ ընդիր ստացվավ ու կուզենայի որ ցեզ այդ պարտադիր կիսվեի, այսօր պատրաստեինք միասին։ Ինչ է մեզի պետք։ Կաղամբ կտրատած մոտ 210 գրամ էր, կշռեցի 2 հատ ձու, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, ձեթ, այս բաղադրատոմսի մեջ սոխ չկա, բայց շատ համայեղ էր ստացվել, բայց այս անգամ նաև սոխով կպատրաստեմ, ավելացնելով 1 գլուխ սոխ։ Դե ինչ, անցնենք գործի, պատրաստենք շատ արագ ու արդյունքով եւս կիսվիմ ցեզի հետ։ Չմոռանաք դուք էլ ձեր բաղադրատոմսերով կիսվիք մեկնություններում, թե ինչպիսի արդյունք եք ստանում կաղամբով կոտլետ պատրաստելիս։ Դե ինչ, պատրաստենք միասին։ Ուրեմն նախ սոխը կերիտով անցկացնենք, որպեսզի մեր աչքերը չկծվի, չմռմռան, կարող եք սոխը կերիտով անցկացնելու կտրատելու ընթացքում, բազմիցս անգամ ասել եմ, նորից կնամսեմ, պարզապես ձեր բերանը մեկնում ջուր առեք ու վերջ։ Սոխը անցկացրինք կերիտով, կլցնենք մի կաղամբի վրա։ Այնուհետև կկոտրենք երկուցուն, ավելացնենք աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ըստ ցանկության աշտեն։ Ու այս ամենը մի հատ կխառնենք, այսինքն սպես վերցրեք ժողովուրդ ջան, 100 գրամ կաղամբին մի հատ ձու, որ ճշգրիտ ստացվի, ստեղ 220 գրամ է, 220 գրամ կաղամբին 2 հատ ձու, որպեսզի մի անգամից շատ ընդիր ստացվի։ Խառնելուց հետո նաև կավելացնենք ալյուր, 2-ից 3 ճաշի կդալ, պես որ ստացվի պինդ զանգված, իժաշ կպծնե այս զանգվածը ու ստանանք գերազանց արդյունք, ավելացնենք ալյուրը եվս, բաղադրատոմսը այս տեսարյոտի տակ գրեմ, 1 2 մի խառնենք, եթե անհրաժեշտություն եղավ, երրորդը եւս կավելացնենք։ Դիք աշտեն դուք կնայեք ձեր սոխի մեծությունից է կախված, ինչքան հյութալիք ստացվի, թույլ եթե ստացվավ, ուրեմն ավելացրեք, որ ինքը ստացվի պինդ զանգված։ Թե ինչ պնդության, հիմա ես ցույց կտամ ցեզ։ Աշտեն պատրաստ է, տեսեք, աշտեն լավ է ինքը, 2 լիկը ճաշի կդալը հերիք է, այսինքն 200 գրամ կաղամբին 2 ձու, 2 ճաշի կդալ ալյուր, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ըստ ցանկության,
ու վերջ, երևի։ Իսկ այժմ տապագին տակացնենք, այսինքն թավեն մեր բառերով սա, տակցնենք ու ցիտայյուղը լցնենք մեջը, ժողովուրդը։ Այս ցետից կօգտագործեմ զեյթունի շատ հաճախ։ Շատ պետք չէ լցնել, որպեսզի ինքը շատ յուղոտ չլինի, ուղղակի մակերեսը ծածկվի, որպեսզի ինքը չկպվի։ Ու արդեն պատրաստենք մեր կոտլետները։ Էլ գնդեր առանձին չենք պատրաստել, մի անգամից պես գդալով, մի հատ ճաշի գդալ կդնենք, տավագի տակ ու համապատասխանաբար կլոր կցևավորենք, ժողովուրդ ջան։ Հենց թավայի մեջ կցևավորենք։ Շատ արագ, պարզ, հեշտ կպատրաստենք։ Կթողնենք տակը լավ կկարմրի, ինքը սպես հետա, դեր հետա, մի հատ է կրնանք տեղավորենք ստա ժողովուրդ։ Ինքան արագ ու հեշտ կպատրաստի ու շատ համով է։ Եթե կուզեք կրնանք կանանչի ևս ավելցնենք, ինքը ավելի հարուստ տեսք կտավ, ավելի համով կենի։ Կամե պատրաստելուց հետո վերջում կրնանք վրեն ավելացնենք։ Նայեք, ինչ-որ ձեզի հարմար է, ահա։ Հələ մյուսները չեք բաց, հələ մի հատի մեր կա, մոտավորապես մի հատներ կրնանք պատրաստենք։ Իսկերնին։ Շատ արագ, շատ պարզ ու շատ հեշտ։ Պարզապես կրակը շատ ժողովուրդ ջան, մեր կոտլետները արդեն պատրաստ է։ Այս կոտլետը պատրաստել եմ առանց սոխի ու մի փոքր ալյուր ավելի շատ։ Այս կոտլետները պատրաստել եմ սոխով։ Մի կիսեմ երկուսի մեջտեղ մեջ տեսեք ժողովուրդ։ Տեսեք ինչ կան, ընտիր լավ էպել է մեջը։ Սիրելիներ, ահա, սկանե ինչ որ կուզեն նայքից վեցեցեք, դուք է պատրաստեք ու ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին շատ արագ, շատ հեշտ ու շատ համեղ բաղադրատոմս է։